5, 6, 7, 8, 9, 10. 12-ամյա Արևը հենաշարժողական համակարգի սահմանափակումներ ունի։ Մարինեի միակ նուրբ ու զգայուն դուստրը այժմ ինքնուրույն է դարձել։ 2 տարեկանում են բացահայտել խնդիրը։ Ֆիզիոթերապիայի արդյունքը աղջնակի մայրիկի համար ակներև է։ Մի քիչ երկար պահի վերև։ Նման մայրիկները գուցե բոլորը չասեմ, բայց հիմնականում այդպես է, իրանց մեծ ի վերուս տրված է այդ ուժը։ Եթե տրվել է նման յուրահատուկ, առանձնահատուկ բալիկներ, ուրեմն Աստված ի վերուս տրել է իրանց մեջ այդ ուժը, որ կարողանան հաղթահարեն բոլոր դժվարությունները եւ օրինակ լինեն մյուսների համար։ Հույսի եւ հավատի օջախ հասարակական կազմակերպությունն է մեկ հարկի տակ հավաքել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին, նպատակ ունենալով նրանց շրջանում զարգացնել մանկական սպորտը։ 45 շահառու ունի այս պահին հաստատությունը։ Նրանք ֆիզիոթերապիայի եւ հոգեբանի հետ աշխատանքի շնորհիվ փորձում են դառնալ ավելի ինքնուրույն։ Դուք տեսնում եք մեր տարածքը իհարկե շատ մեծ չի, բայց մենք տեղավորեցնում ենք կարելի է ասած ըստ ժամերի մեր աշխատանքները տանելու համար։ Կա խնդիրը կապանում, քանի որ մեր երեխաները հասնում են մայրաքաղաք, այս նույն պրոցեդուրաները ստանալու համար ինքն էլ վճարովի։ Իսկ մեր մոտ լրիվ անվճար է ընթանում պարապմունքները, քանի որ ֆինանսավորվում ենք ծրագրի համար։ Փորձում ես այս մկաներով աշխատես, ոչ թե փորով, դա։ 7 տարի ոլորտում աշխատող Ալվարդը յուրաքանչյուր երեխայի փոքրիկ հաջողությամբ ուրախանում ու ավելի մեծ ոգևորությամբ է անցկացնում պարապմունքները։ Անհատական մոտեցումն այս գործում առաջնահերթություն է եւ նպատակին հասնելու գրավական։ Ապրես։ Պարապմունքները հիմնականում կազմակերպվում են թե խաղային ձևով, թե անհատական մարզումներով, կախված յուրաքանչյուր երեխայի խնդրից։ Երեխաներին հիմնականում հասնում ենք այն արդյունքին, ինչը որ մենք միասին ենք ուզում, այսինքն տեղից տեղ տեղաշարժվելով, եթե երեխան նախկինում չէր կարողանում, իսկ հիմա մեր երկար աշխատանքների շնորհիվ հասնում ենք այդ արդյունքին, դա երկուսից երջանկություն է պարգևում, քանի որ ինքը լիարժեք է արդեն իրեն գտնում հասարակության մեջ, եւ դա տալիս է իրեն ինքնավստահություն, դա ուրախացնում է եւ իրեն եւ ինձ։ Ֆիզիոթերապիայից բացի խնդիրներ ունեցող երեխաներն ու նրանց ծնողները ստանում են հոգեբանի աջակցություն։ Համապատասխան գույքով հագեցվածությունն ու մասնագետի աշխատանքը չեն կարող լիարժեք պտուղ տալ, եթե չլինի ծնողի շահագրգռվածությունը։ Մինչև 2017 թվականը կազմակերպությունը բարեգործական տարբեր ծրագրերով էր գումար հայթայթում, բայց արդեն գրեթե 10 տարի է այդ կարևոր ու պատասխանատու առաքելությունը հանձն է առել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձեռնարկության կայուն հովանավորության շնորհիվ սահմանափակ կարողություններով երեխաներն ու պատանիները թերապևտների օգնությամբ մարզվելու հնարավորություն են ստացել։ 2017 թվականից ԶՊՄԿ-ն ֆինանսավորում են մեզ, ու մենք այդ ծրագրի շրջանակներում տարբեր միջոցառումներ, տարբեր պարապմունքներ ենք անցկացնում։ Այո, իրանց շնորհիվ մենք այսօր կարողանում ենք գոյատևել։ Իրանց շնորհիվ կա կազմակերպությունը, քանի որ միակ հովանավորն է մեր կազմակերպության, որ հովանավորում է ու մեր ծրագիրը շարունակվում է։ Եթե չլինի իրանց հովանավորությունը, ինձ թվում է այս երեխաները կզրկվեն ամեն ինչից, քանի որ նման տեղ չկա, որ կարողանան երեխաները հաճախեն ու նման ծառայություններից օգտվեն։ Հանքարդյունաբերական հսկան ծրագրի կյանքի կոչման համար հատկացնում է տարեկան 4 միլիոն դրամ, որով ձեռք է բերվում համապատասխան գույքն ու ապահովում մասնագետների աշխատավարձը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում Կապան համայնքում, Կապան համայնքի ազդակիր տարածքներում։ Նմանատիպ մի ծրագիր իրականացնում ենք Կապան համայնքում։ Բարեգործական հիմնադրամը 3 տարի է ինչ ֆինանսավորում է, շուրջ 12 միլիոն դրամ է արդեն ներդրվել հասարակական կազմակերպությանը, որպեսզի կարողանան հոգան իրենց խնդիրները եւ լինեն երեխաների եւ ծնողների կողքին։ Այստեղ չեն ժխտում, օգնության կարիք ունեցողները շատ են, հնարավորությունները ցավոք սահմանափակ։ Շահառու երեխաներից ոմանք ունեն նաև այլ ծառայությունների կարիք, որոնք կենտրոնում առայժմ հասանելի չեն, բայց դրանց ընդլայնման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։ Նարեխ Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։